Ողջույն։ Այսօր հուլիսի 16-ին TRIP համաձայնագիրը վավերացնելու գործընթացին հավանություն տալով կառավարությունն այն ուղարկեց Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը պետք է որոշի արդյոք ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը, կամ մարդ, որին հայտնի չէ Սահմանադրական դատարանի պատասխանը արդեն այսօր։ Նախագիծը հիմնավորելով արտաքին գործերի նախարար աշխատողն ասում է, իբր Հայաստանն ու Միացյալ Նահանգները նպատակ ունեն Հարավային Կովկասում զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունը, ենթակառուցվածքները, խթանել համաշխարհային ու տարածաշրջանային առևտուրը, ամրապնդել տարածաշրջանում հաստատված խաղաղությունը, բլա բլա բլա։ Պարզ է, որ այդ նախագիծը Միացյալ Նահանգների համար չունի տնտեսական հետաքրքրություն։ Հայաստանին դա շատ եկամուտներ չի էլ բերելու և միակ օգտվողը լինելու է Ադրբեջանը։ Այդ նախագիծը չափազանց ձեռնտու է նրան և Թուրքիային։ Ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանի նախագահը դարձյալ դա անվանել է Զանգեզուրի միջանցք, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին։ Ալիևը անգամ չի խոսել տնտեսական օգուտների մասին, իր համար կարևորը հենց այդ կապն է։ Ժորժ ջան, քանի անգամ եք լսել Ալիևից TRIP, Թրամփի ուղի ձևակերպումները, և քանի անգամ եք լսել Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Ալիևը ամենօրյա ռեժիմով երկու բան է ասում. Զանգեզուրի միջանցք և Սահմանադրությունը փոխեք։ Եթե մինչև ընտրությունները քիչ էին ասում, հիմա ասում է ամեն զարթնելիս։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը օրերս դարձյալ անվանելով Զանգեզուրի միջանցք հայտարարել էր. չնայած որ բանակցություններն ընթանում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, քանի որ այս հարցը վերաբերում է Հայաստանի տարածքին, բայց մեկ է, այս միջանցքի թե մուտքի, թե ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մեր արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է, իհարկե ոչ նախարարի մակարդակով, թե Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են Հայաստանի և ԱՄՆ միջև մայիսին ստորագրված շրջանակային համաձայնագրում։ Պատասխան պատասխանի համար, ոչ մի հերքում Բայրամովին։ Ալիևը քանի անգամ է ասել, թե Հայաստանը պետք է ապահովի Ադրբեջանից Նախիջևան ազատ անցում, առանց որևէ ստուգումների և խոչընդոտների, և քանի անգամ է նրան համարժեք պատասխան հնչել։ Ու հիմա պետք է հավատանք, թե ամեն ինչ կարգին է ծրագրում։ Ինչու հավատանք, ինչպես հավատանք, ձեզ ոնց հավատանք։ Դուք մինչև հիմա չեք կարողացել ձեր գործընկերներին, ձեզ հետ բանակցողներին բացատրել, համոզել, հետները պայմանավորվել, որ դա միջանցք չէ, Հայաստանի տարածքով միջանցք չեք տալիս։ Բացի այդ, անունն էլ Զանգեզուրի միջանցք չէ, թող չասեն այդպես։ Մինչև հիմա չեք կարողացել բացատրել, թե մուտքն ու ելքը որտեղ է գտնվում և ով է վերահսկելու։ Իսկ ինչու չեք կարողանում։ Որովհետև իրականում պայմանավորվածությունները այլ են, բա դուք բացառում եք Հայաստանի տարածքով միջանցքը։ Հիմա ԱՄՆ դուք դնում եք ուղի, նրանք դնում են միջանցք, բայց տրամաբանությունը միջանցքային է, չէ։ Ինչ ուզում եք անվանակոչեք, բայց միջանցք չէ։ Ու եթե անգամ չեք կարողացել համոզել, որ Զանգեզուրի միջանցք չասեն, ոնց եք պատկերացնում դրա կառավարումը։ Հենց երևի ամենափոքր խնդիրն է։ Հիմա զուտ սրան եմ անդրադառնում, չեմ խոսում անվտանգային կողմի մասին, այն մասին, որ այսօր, երբ Իրան, ԱՄՆ, Իսրայել պատերազմը նոր թափ է ստացել և Իրանը հարվածում է տարբեր երկրներում ամերիկյան օբյեկտներին, Թրամփի ուղին ևս կարող է դառնալ Իրանի համար թիրախ։ Եվ որն էր շտապելու տրամաբանությունը, այն էլ հիմա, երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը պատերազմի մեջ են, դու վավերացնում ես այդ նախագիծը, որի շուրջ Իրանը ունի մտահոգություններ։ Իրանի համար այդ նախագծում հետաքրքրություն ներկայացնող ու բարեկամ երկիր չկա։ Իր շահերը իր հարևանությամբ բանի տեղ չեն դրել, և ուրեմն նրանից շատ բան է կարծում եմ, որ պետք է սպասել։ Նաև ամենօրյա կտրվածքով Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի իշխանության վրա, պահանջելով Սահմանադրության փոփոխություն։ Մինչ ընտրությունները դարձյալ խոսում էին իհարկե, բայց ոչ էս տեմպով։ Հիմա կարծես ասեն, ինչ պայմանավորվել ենք, դե արա։ Այսօր էլ են ասել, ճիշտ է, ձեր ներքին գործն է, բայց պետք է փոխեք, ուրիշ տարբերակ չունեք։
Ու եթե սրանք առաջ մի թեթև ըմբոստանում էին, թե փոխելու ենք, բայց դա մեր ներքին գործն է, հիմա դա էլ չեն ասում։ Հայաստանի սահմանադրություն փոխելը թվում է, թե սրանց գործը չէ։ Հայտնի տեղերից են գրել տվել։ Իրոք հետաքրքիր է, որ երկրում է գրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրության նոր տեքստը, որը դեռևս այդքան խնամքով թաքցնում են։ Այս ամենը որքան էլ չտեսնելու տան, խորը վտանգներ է պարունակում։ Ընդհանրապես, վերջին ամիսներին մի քանի զգայուն թեմա կա, որ շատ է արծարծվել մեր երկրում։ Մեկը անկլավների անվան տակ Հայաստանից նոր տարածքներ հանձնելու թեման է, գաղտնիք չէ, որ Նիկոլի վերընտրվելու դեպքում հանձնել էր տարածքներ։ Մյուսը սահմանադրությունը փոխելու թեման է, որը վերածվել է պարտադրանքի, հաջորդը Զանգեզուրի միջանցք կոչվող այդ թեման է, մյուսը ադրբեջանցիների Հայաստան գալու թեման, այդ թեման Ադրբեջանը մշտապես է ակտիվ պահում, իսկ Հայաստանի կողմից պաշտոնական լռություն է։ Մյուսը սեպտեմբերին պատերազմի թեման է։ Այս հարցերը մեզ անընդհատ հետապնդում են եւ 5 հարցնել ընտրությունների այլ արդյունքի պարագայում բոլորովին հակառակ ընթացք կարող էր ունենալ։ Հողեր տալու թեման այլ նորմալ, հայրենասեր, ուժեղ, փորձված իշխանության պարագայում վստահ եմ դուրս կգար դաշտից։ Թրիփը կլրացվել այլ մասնակիցներով, Հայաստանն ինքը կկառուցեր եւ կարիք չէր լինի Բաժնետոմսրե Միացյալ Նահանգներին հանձնելու, գուցե կունենար այլ կիլոմետրաժ։ Սահմանադրության փոփոխության հարցը կմնար օրակարգում, վստահ եմ, բայց այն կլիներ ոչ թե Ալիևի պահանջով փոխվող մայր օրենք, ոչ թե կփոխվեր անկախության հռչակագիրը հանելու համար, այլ որևէ մեկի հակով կոստյում չունենալու համար։ Ադրբեջանցիների գալու թեման կփակվեր ընդմիշտ։ Այդ թեման եկել է Նիկոլի հետ էլ չկանալու է, իսկ պատերազմի թեման իր տեղը կզիջել երաշխավորված խաղաղությանը։ Իսկ հիմա այդ թեման բաց է, ու դա ասում է գլխավոր բանակցողը։ Ընդամենը 1 ամիս առաջ Ալիևը դարձյալ այցելել էր Արցախ, օկուպացրած ու դարձյալ մեզ անվանել թշնամի։ Կարճ ասած, այս իշխանությունը ինչպես որ ընտրության գնաց պատերազմի սպառնալիքով, այնպես էլ փորձելու է Ադրբեջանին վերաբերող ցանկացած հարց այդ սպառնալիքով սղացնել ու անցնել հողեր, փոխել սահմանադրություն, բնակության բերել թշնամիներին։ Պարզ է, որ պատերազմը հետաձգելու միակ ձև սրանք տեսնում են զիջումները։ Նիկոլը երևի աշխարհում միակ ղեկավարողն է, որ համ իր հետ են հարցերը լուծում շանտաժով, համ ինքը երկրի ներսում։